Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ անդրադառնալ ձեր կողմից բարձրացված որոշ հարցերի։ Նախ, պարոն Խաչատրյան, ես այսուհետ եւս միշտ ձեզ հրավիրում եմ մեր հանձնաժողովի բոլոր նիստերին, որպեսզի հնարավորինս ավելի աշխատանքային քննարկում ունենանք, այդ թվում վարկային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք կգան մեր հանձնաժողով։ Այս ընդհանուր բաց հրավեր։ Երկրորդը, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ կարդալ համաձայնագրերը։ Ոչ միայն վերնագրերը կարդալ, այլև համաձայնագրերը, որտեղ համաձայնագրի մեջ գրված է շատ մանրամասն այն ցուցանիշները, որոնց դեպքում մասանումներ են տեղի ունենալու, ես կարող եմ ձեր համար ընթերցել ժամանակս պարզապես չերիքի, սա էլ ընդհանուր որպես խնդրանք, խորհուրդ, առաջարկ, որտեղ այդ ժամանակ շատ հարցեր չեն ծագի։ Թե ինչի համար է վարկը, ինչ 18 միլիարդ դրամ, հարգելի գործընկերներ, տիկին Գյուրեղյան, 18 միլիարդ դրամը անցյալ տարվա բյուջեով նախատեսված հավելյալ միջոց է եղել, որպեսզի եթե համակարգը ներդրվի լինի միջոցներ, բայց համակարգը ներ չի դրվել, այդ միջոցները վերաբաշխվեն այլ ծախսերի վրա կամ վերադարձվեն պաուստային ֆոնդ։ Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ խոսքս, ես գիտեմ բյուջեի տողերի տարբերությունը եւ ընդհանրապես։ Կամ վերաբաշխվել է այլ առողջապահական ծախսերի, որոնք այդ պահին առաջացել են։ Պարոն Թադևոսյանն ասում է, որ մենք տոկոսով փող ենք վերցնում, պարոն Ավետիսյանը կներեք։ Ես ներողություն եմ խնդրում։ Տոկոսով փող ենք վերցնում կառավարության պարտավորությունները կատարելու համար։ Մենք տոկոսով փող չենք վերցնում կառավարության պարտավորությունները կատարելու համար։ Բյուջեն ընդհանրապես ամեն տարվա տարբեր եկամուտների աղբյուրներ ունի։ Հավաքած սկսած մեր հավաքած հարկերից, նաև տարբեր վարկային համաձայնագրերից ստացած միջոցներից։ Հիմա այս վարկային համաձայնագիրը ծրագրի մասին է, որը մենք ուզում ենք իրականացնել, որպեսզի կարողանանք առողջապահության ապահովագրությունը պատշաճ իրագործել։ Սա նախապատրաստական եւ ընթացիկ աջակցող վարկ է, որը պետք է, որ մենք կարողանանք այդ ամեն ինչին պատշաճ պատրաստվել։ Նման վարկեր միգուցե բնորոշ չեն եղել մինչև հիմա, ես էլ շատ չեմ հանդիպել, բայց սա նաեւ մեր ֆինանսների նախարարության գործընկերների կողմից է այսպիսին պահանջվել կամ հայցվել, որպեսզի նրանք էլ կարողանան վստահ լինել, որ մեր գործընկերները առողջապահության նախարարության իրականացնում են այդ քայլերը փողերը մասանելու համար, ոչ թե փողը տրվում է եւ հետո ընկնում են հետևից պարզեն, թե արդյոք արել են, թե չեն արել։ Պարոն Խաչատրյան, ապահովագրությունը այո, ֆինանսական ինստրումենտ է, մաքուր ապահովագրությունը եւ հիմնականում կամավոր ապահովագրությունը։ Առողջապահության ապահովագրությունը մաքուր ֆինանսական ինստրումենտ չի եղել երբեք եւ չպետք է լինի։ Առողջապահության ապահովագրությունը հատկապես համապարփակ, երբ որ բոլորին է վերաբերում, դա նաեւ սոցիալական ինստրումենտ է եւ պատշաճ է, որ քննարկվի մեր հանձնաժողովում, որտեղ դա ավելի շատ առողջապահության մասին է, քան ֆինանսների։ Ի տարբերություն ֆինանսական ինստրումենտի, որը կամավոր ապահովագրության, որը ավելի շատ ֆինանսական է, քան առողջապահական։ Եվ սա իհարկե դուք ասացիք, որ ապահովագրությունը, բայց սա վարկային համաձայնագիր է, ապահովագրության մասին օրենք մենք դեռ չենք քննարկել, չենք էլ ստացել, որպեսզի քննարկենք։ Երբ որ կստանանք ազգային ժողովում համապատասխան կարգով կորոշի, թե որ հանձնաժողով է գնում, եւ ես ենթադրում եմ, որ ելի մեր հանձնաժողով պետք է գա, ես կրկին հրավիրում եմ դա քննարկելու, իդեպ հիմա էլ կարող ենք քննարկել, որտեղ հրապարակային կան նաեւ նախագիծը, ես կարող եմ ձեզ նաեւ տրամադրել աշխատանքային նախագիծը, որը ինչ որ չափով փոփոխվել է, ու մենք ուրախ կլինենք լսելու ձեր կարծիքը դրա վերաբերյալ։ Երևի այսքանը, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։